Չեմ հասկանում։ Կարգը ոնց է կարգը։ Տղեկ ասեմ ձեզ ինչ եմ արում, կանգնացրել։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում մայիսի 12-ից 16-ը տեղի է ունեցել ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության եւ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդներ։ Պարոն Ռոման, վարչարությունը կարող է տևել մինչև 3 ժամ։ Ո՞վ է դες ասել։ Գործընթացին հետևել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Պարեկ ջան, հիշում եք հոդվածը։ Հոդվածը ոչ։ Հոդվածը չի հիշում, դե գրեք։ Նորմալ է, հեսա Դե այդ տենց էլ գրեք։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների եւ դիմորդների հետ, անձամբ գնահատելու նրանց պատրաստվածության եւ մոտիվացիայի մակարդակը։ Կարող եք բողոքարկել մեր կողմից կանոնված վարչական արձանագրությունները, մենք ձեզ այդ մասին կհայտնենք, կտեղեկացնենք, իրազեկենք։ Նախ ես էլ ձեզ եմ իրազեկում, արձանագրությունը բողոքարկման ենթակա չի, բողոքարկման ենթակա է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան վարչական տուգանքի ենթարկելու որոշում։ Այդ ձեզ իգիտություն, վարչական արձանագրությունն է։ վարչական արձանագրությունը ես ձեզ վերստին պարզաբանում եմ, որ բողոքարկման ենթակա չի, բողոքարկման ենթակա է վարչական ակտը, իսկ վարչական արձանագրությունը դա վարչական ակտ չի։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանությունում ծառայելը պարզապես աշխատանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է բարեվարքության բարձր մակարդակ եւ պատասխանատվություն։ Քանի որ դուք ամրակապված չեք, եւս երբ որ ես ձեզ մոտիկանում եմ, պետքա չհանեք, պետքա այդ դիրքով ձեռքերը ղեկին սպասեք, միշտ մոտիկանան ձեզ։ Դուք ինչով եք առաջնորդվում։ Նախարար Սարգսյանը կարևորել է դիմորդների բազմակողմանի գնահատումը, այդ թվում հաղորդակցության հմտությունները, հոգեբանական կայունությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Ժեշտ է, որ պարեկներն ունենան տարբեր իրավիճակներում ճիշտ եւ արագ որոշումներ կայացնելու ունակություն, պահպանելով բարեկրթություն եւ հանդուրժողականություն, ընդգծել է Արփինե Սարգսյանը։ Դե լսեք ասել։ Կառավարության որոշման համաձայն Կառավարության չես ասում, ձեր մոտ փաստաթուղթ կա, որ լսեք, դժվարամի չէ, վերջը լսեք, հասկանաք ինչ է։ Դե դժվարամի։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, որը նաեւ ընտրող հանձնաժողովներից մեկի նախագահն է, մանրամասնել է ապագա պարեկների կողմից ոչ ստանդարտ իրավիճակներում մոտեցումների կարևորությունը, նրանց ունակություններն ու կարողությունները գնահատելու չափորոշիչները։ Հիմա ես կարգ բացատրեմ։ Ընդունելության գործընթացը թափանցիկ է, իսկ չափորոշիչները խիստ, բայց հաղթահարելի։ Ես ներողություն եմ էլի խնդրում, ինձ կասեք ես ինչի եմ սպասում։ Չեք ասում։ Հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի հասկանանք ապագա պարեկներին, իրանց հոգեկան վիճակը, իրանց մոտեցումները, ոչ ստանդարտային վիճակում իրանք ինչպես կձևակերպեն իրենց միտքը, իրենց ունակությունը։ Որ նորմա։ Որը։ Չէ, ասիկ ինչի։ Չյամոյի։ Մենք իհարկե հասկանում ենք, որ իրանք շատ բաներ դեռ չգիտեն, 6 ամիս պետք է սովորեն, բայց նախնական որոշակի գնահատական ենք ուզում ստանանք։ Որ ես քշելու։ Որ ես քշելու։ Ախպեր, կայնի խոսանք, որպես պարեկային ծառայող, որպես ծառայություն իրականացնող պաշտոնատար ան, կանգնում եք խոսում ենք։ Կամերան վրես մի պահ։